Շոկողություն անելը լավ բան չի։ Համաձայն եմ, ես էլ դες բան արել։ Լավ է։ Աբրամյան, դուք հասցրեցիք հասնել խորհրդարանի դերի բարձրացմանը, ինչի մասին այդքան մտահոգվում եք։ Իմ կարծիքով ես չէ որ պիտի գնահատականը տամ, բայց եթե շինի սուբյեկտիվ կարծիքը ես գտնում եմ այո։ Գոնե կարողացանք ինչ-որ չափով դարձնել բազմակողմնակցության ամբիոն։ Դռները բացվեց բոլոր հասարակական, քաղաքական, ուսանողական, դպրոցների առջև, մարդիկ կարողացան պատկերացում կազմել գործնականում պարլամենտի մասին, եւ դա իմ կարծիքով շատ կարեւոր քայլ է, որ մենք փորձեցինք հասանելի դարձնել բոլոր խավերին ազգային ժողովին։ Պարոն Աբրամյան, գիտեք ով է ձեզ փոխարինելու։ Գիտեք ով է ձեզ փոխարինելու։ Դեռ կորրեկտ չի որ հիմա մենք քննարկենք նման հարց, որովհետեւ ես էլ իմ հրաժարականը չեմ ներկայացել պաշտոնական, որովհետեւ պիտի անպայման նիստի ժամանակ ազգային ժողովի ներկայացնեմ, դա կլինի 14-ին նոյեմբերի եւ այն ժամանակ եւս 5 օր ըստ կանոնակարգ օրենքի, հետո արդեն մենք քննարկենք կուսակցությունում, թե ով կփոխարինի։ Դա երբ եք քննարկելու կուսակցությունում տեղի եք արդեն ինչ-որ։ Ինչ է երբ ենք քննարկում։ Հարցը։ Ես եւս մեկ անգամ երբ կրկնում, չլսեցիք երևի։ Նոյեմբերի 14-ին, որ ես ներկայացնում եմ հրաժարականի դիմումը, 5 օր հետո նոր դա կմտնի ուժի մեջ։ Եվ 21-ին, նոյեմբերի 21-ին արդեն մենք կարող ենք քննարկել նոր ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցը։ Իսկ դուք ով եք ձեզ նամակը Դե հիմա ես Կան արժանավորներ, հա։ Արժանավորները միշտ դիմում են։ Իմ կարծիքով գտնենք։ Ինչով էր պայմանավորված։ Ես տենց որևէ չեմ ուզում տենց մենք ֆետիշացնենք այս հարցը, քանի որ ազգային ժողովի ընտրությունին մնացել են համենը 5 ամիս, մայիսի 6-ին լինել են պարլամենտական ընտրություններ, հիմա ես կարևոր խնդիր եմ համարում, քանի որ մենք նաև ունենք ավելի գլոբալ խնդիրներ, ի նկատի ունեմ մենք մեր կուսակցությունը, երկրի նախագահը, մենք ընդունել ենք նոր ընտրական օրենսգիրք, ընդունելը մեկ հարց է, այլ իրականացնելը ավելի դժվար, հիմա մենք խնդիր ունենք եվրոպական կառույցների եւ ընդհանրապես առաջինը մեր ժողովրդի, մեր պետության, մեր հասարակության համար, որ մենք կարողանանք այն վստահությունը, որ կորցրել ենք վերականգնել, որ իրենք վստահ են, որ ընտրությունները կանցկացվի արդար եւ թափանցիկ։ Դա իմ կարծիքով իշխանությունների գործն է։ Եվ ես այդ առաջարկը ընդունելով, որ ավելի կարևորելով նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը, եւ ես գտնում եմ որևէ մի մեծ երևույթ չի իրականանա, բացասական, որ այս 5 ամիսը մեկ ուրիշ է ղեկավարի ազգային ժողովը։ Ինձ համար կարևորը մեր կուսակցության ապագան, որտեղ որ ես տեսնում եմ իմ նաև ապագան, եւ ես այդ փորձը ունեմ, բոլորը գիտեք, որ ես նաև 2007 թվականի ազգային ժողովի նախընտրական շտաբի ղեկավարն եմ եղել հանրապետական կուսակցության, եւ մեր համար գերակա խնդիրը պետք է լինի, որ ամեն ինչ անենք ընտրությունները, որպեսզի անցնեն ազատ թափանցիկ։ Այդ ապագան որ պաշտոնում եք։ Ընտրություններից հետո ձեզ որ պաշտոնում եք։ Հաստատ մի նորմալ լավ պաշտոն, որ պակաս կունենա։ Ձեր հրաժարականը մի խորքով խորքային պատճառներ չունի։ Որևէ խորքային պատճառ չկա, հավաստիացնում եմ ձեզ բոլորին, որովհետև նորից եմ ասում, ինչ որ մի բան չի փոխվելու իմ հրաժարականից, ես կարող էի 5 ամիս, 6 ամիս պաշտոնավարել եւ հետո ըստ օրենքի արդեն թողել իմ պաշտոնը, բայց հիմա կարևորը նորից եմ ուզում ասել, որ դա մեր գործը դա է, որ այդ ընտրությունը կազմակերպվի։ Հնարավոր է որ դա լինի վարչապետի պաշտոնը, պարոն Աբրամյան, ընտրություններից հետո։ Ես ոչ մի բան չեմ ուզում բացառել, բայց որևէ նման քննարկում չի եղել։ Կադրային քաղաքականության մեջ լրագրողներին խորհուրդ եմ տալիս, որ ոչ մի բան չբացառել։ Օրինակ ով կմտածեր, որ ես կարող հրաժարական։ Ոչ մեկ։ Երևի բոլորի հրաժարականները քննարկել ենք, բայց իմ չէ։ Իսկ դուք մտածում եք, թե ձեզ համար էլ էր անակնկալ այդ առաջարկը։ Առաջ եմ իմացել եւ նախագահն է իմացել, որևէ մեկը չի իմացել։ Գաղտնապահ եք։ Եվ մենք շատ գաղտնապ մինչև նույնիսկ ժամը 8-ը գործադիրից ոչ մեկը չի իմացել։ Ինչով եք պայմանավորում կադրային փոփոխությունները։ Այս ապագա հիմա ներկա կադրային մասով եք դուք ասում։ ընդհանուր Ընդհանուր կադրային գնահատական տվեք։ գնահատականը ես Կարեն Կարապետյանը, դուք գիտեք, երկու Կարեն Կարապետյաններից իրենք են հրաժարական տվել եւ որևէ դրդապատճառ ես շնորհած չգիտեմ, այնց ինչ որ կա իրենք ասել են հերոստատեսությամբ կամ մամուլով, ես դա ընդունել եմ 5 եւ ոստիկանապետի նախագահը շատ հստակ ձևակերպեց իմ կարծիքով։ Մոտալուտ ընտրությունների հետ կապված չի փաստորեն։ Ոչ։ Մի կապեք ամեն։ Իմը ընտրությունների հետ է կապված։ Ձեր մանդատը Ոչ։ Իմ մանդատը ես պատգամավոր եմ լինելու, հա։ Բացակայելու է։ Արքադի Ջակոբյանի ճանսը ոչ չի լինում։ Բայց մի րոպե մի հատ դուք հիշեք, ես
7-8 թվականներին եղել եմ շտաբի ղեկավար, նույնիսկ իմ պաշտոնը չեմ պահպանել։ Հիշում եք, ես շտաբի ղեկավար եմ, ազգային ժողովը հաղթել ենք, նախագահանում հաղթել ենք, ես գնացել եմ փոխվարչապետի պաշտոնից աշխատակազմի ղեկավար եւ ոչ մի անգամ այն ժամանակ, որ ես գնացել եմ այդ աշխատակազմի, չեք են մտածել, որ ես պիտի դառնամ ազգային ժողովի նախագահ։ Այնպես որ ոչ մի բան մի բացառեք եւ ոչ էլ ենթադրություններ արեք բացասական իմաստով։ Ամեն ինչ լավ է, նորմալ է, դրական է եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրի իմիջը բարձրացնենք։ Սա է պետք։ Եվ ձեր աջակցությունն եմ ես հայցում։ Ձեր խոսք եմ տալի, որ շատ ակտիվ աշխատելու եմ նաեւ շտաբում եւ ես որևէ մի լրագրող չի կարող ասել, որ ես իրենց ինչ-որ մի հարցում ուղիղ պատասխան չեմ տվել։ Բոլոր դիտումները այսպիսի դետեկտիվ պատմություններ էին մամուլում շրջանառվում, որ ձեզ ինչ-որ խոսակցության ժամանակ են բռնացրել, ձայնագրել, դավադրության տեսության մեջ։ Ես գիտեմ այդ նույնը ով է տրամադրել, լրագրի կայքի մասին է խոսում։ Ես կայքը չգիտեմ, ես ինֆորմացիան եմ կարդացել։ Հա, դա է, ես գիտեմ, դա ընդդիմությունից է այդ մարդը եւ որևէ իրականության չհամապատասխանող նյութ է եւ նաեւ անտրամաբանական։ Դավեր չեք նյութել դուք նախագահի։ Ես բավարար չէ ընդհանրապես դա նյութով մարդ չեմ, ասեմ դե իմ ամեն ինչ ուղիղ է։ Բայց ինչ ունեմ դա նյութել, դա ոնց է բավարարվեցիք, հա։ Շնորհակալություն։ Ինչպես։ Ամեն ինչ ասել ենք, ամեն ինչը չենք ասել, անել ենք։ Ժամանակը մեզ կտա այդ հնարավորությունը։ Ասացիք ու մեկ ամենահավանական թեկնածուն տեսնենք։ Դե լավ, հիմա ես որ ասեմ, իմ կարծիքը ճիշտ չի լինի։ Դա մենք նախագահի քննարկենք, ուսակցության քննարկենք։ Ես որ ամեն ինչ լավ է լինի։ Շնորհակալություն։ Լավ է, լավ տրամադրենք։ Հաշիվում սեղանի շուտ։